Այն, որ Գազայի կատաղի հակամարտությանը մեկընդմիշտ պետք է վերջ դրվի ու տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, միակարծիք է ամբողջ աշխարհը։ Պատերազմի մեկնարկից 2 տարի անց ոխերիմ թշնամիների ձեռք բերած համաձայնագիրը կարծես միս ու արյուն է ստանում։ Գազայում կրակը դադարեցվել է Երևանի ժամանակով 13:00-ին։ Գործարքի հենց հաջորդ օրը Թել Ավիվում Իսրայելի վարչապետը կառավարության անդամների մասնակցությամբ նիստ է անցկացրել, որին ներկա են եղել նաև Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները եւ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որոնց Բիբին շնորհակալություն է հայտնել պատմական հաջողության համար։ Վերջին 2 տարվա ընթացքում մենք հասել ենք կարևորագույն փուլի։ Այս ընթացքում պայքարել ենք մեր նպատակներին հասնելու համար, որոնցից կարևորագույնը բոլոր պատանդներին վերադարձնելն է, ողջերին ու մահացածներին, եւ շուտով կհասնենք այդ նպատակին։ Սակայն դրան չէինք կարողանա հասնել առանց նախագահ Թրամփի եւ նրա թիմի օգնության։ Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել ձեզ երկուսիդ, Սթիվ, Ջարեդ։ Ակնհայտ է, որ պատանդներին տուն վերադարձնելը նախագահ Թրամփի համար առաջնահերթություն է եղել երկար ժամանակ։ Բոլորս ենք անխոնջ աշխատել, սակայն ուզում եմ ասել, որ այս ամենը հնարավոր չէր լինի առանց Իսրայելի պաշտպանության բանակի քաջության, առանց նրանց գործողությունների ոչ միայն Գազայում, այլև վերջին մի քանի տարիներին ռազմական թատերաբեմում, որի ընթացքում չեզոքացվել է Հեզբոլլահը։ Ամենածանր աշխատանքը կատարել է վարչապետ Նեթանյահուն, պաշտպանելով իր երկիրը։ Կարծում եմ մենք այս ամենին չէինք հասնի առանց վարչապետի կարևոր դերակատարման։ Սրանք պարզապես բառեր չեն։ Այս ամենին հավատում է նախագահ Թրամփը։ Հրեական պետության կաբինետը հավանության է արժանացրել մեծ դժվարությամբ ձեռք բերված համաձայնագիրը, սակայն որոշ ուլտրաաջ նախարարներ դեմ են քվեարկել փաստաթղթին։ Պայմանագրի համաձայն այսօրվանից ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն եւ սկսվի հումանիտար բեռների մատակարարումն անկլավ։ 72 ժամվա ընթացքում Համասն ու զինված մյուս խմբավորումները պետք է ազատ արձակեն բոլոր պատանդներին։ Այս կապակցությամբ Բիբին հայտարարությամբ է հանդես եկել։ Համասը երբեք չէր համաձայնի ազատ արձակել բոլոր պատանդներին, եթե մենք չհասնեինք Գազայի հատվածի խորքը։ Համասը գնացել է գործարքին, քանի որ դանակը հասել էր կոկորդին։ Նրանք լիովին մեկուսացված էին։ Համասը կզինաթափվի, իսկ Գազան կապառազմականացվի։ Նախընտրելի է համաձայնությամբ, եթե ոչ, ուրեմն ուժով։ Գազայում պատերազմը դադարեցնելու ամերիկյան խաղաղության ծրագրի քննարկումը տեղափոխվել է նաև Ֆրանսիա։ Փարիզում են հավաքվել Վաշինգտոնի դաշնակիցները, եվրոպական ու արաբական որոշ երկրների արտգործնախարարներ։ Փարիզյան գագաթնաժողովը նախաձեռնվել է Իսրայել-Համաս պատմական համաձայնության գալուց անմիջապես հետո։ Հավաքի մասնակիցները պնդում են, որ սա Գազայում հրադադարի հաստատման, անկլավի վերակառուցման ու նոր կառավարության ձևավորման թեմաները քննարկելու լավ հնարավորություն է։ Ֆրանսիայի նախագահ հայտարարել է, որ բոլորն են աջակցում Թրամփի խաղաղության ծրագիրը։ Քննարկվել է նաև երկու պետություն ստեղծելուն միտված ջանքերը։ Պատմական հաղթանակը տոնում են ոչ միայն Թել Ավիվում, այլև օվկիանոսից այն կողմում։ Վաշինգտոնում կաբինետի անդամների հետ հանդիպմանը խաղաղության ծրագրի հեղինակ Դոնալդ Թրամփն անդրադարձել է օրվա գլխավոր թեմային։ Ինչպես գիտեք, երեկ մենք հասել ենք շրջադարձային առաջընթացի, որը շատերի համար անիրատեսական էր։ Մենք ավարտել ենք պատերազմը Գազայում։ Կարծում եմ, որ այստեղ խաղաղությունը տևական է լինելու։ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումն ապահովում է բոլոր պատանդների ազատ արձակումը։ Նրանք հավանաբար ազատ կարձակվեն 2 շաբթի կամ 3 շաբթի։ Սպիտակ տան ղեկավարը կմեկնի Եգիպտոս համաձայնության պաշտոնական ստորագրման համար։ Գազայում պատմական հաջողության հասնելուց հետո շատերը պնդում էին, որ հեղինակը պետք է արժանանա խաղաղության Նոբելյան մրցանակին։ Վաշինգտոնում կաբինետի նիստում Թրամփը շրջանցել է մրցանակի թեման։ Չնայած 9 ամսում 8 պատերազմ դադարեցնելու մասին իր հայտարարությանը եւ Նեթանյահուի Նոբելյան հանձնաժողովին ուղարկած նամակին, Օսլոյում այլ որոշում են կայացրել։ Նոբելյան կոմիտեի որոշմամբ 2025 թվականի խաղաղության մրցանակը շնորհվել է Մարիա Կորինա Մաչադոին։ Վենեսուելայի ժողովրդի դեմոկրատական իրավունքները պաշտպանելու եւ բռնապետությունից ժողովրդավարություն խաղաղ անցման հասնելու պայքարի համար։ Նոբելյան կոմիտեն հավանաբար կարծում է, որ վենեսուելացի իրավապաշտպան ակտիվիստն ավելի շատ բան է արել մոլորակի խաղաղության համար, քան 8 ամենաթեժ գոտում խաղաղություն բերած Դոնալդ Ջ. Թրամփը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։